Բարև սիրելիներ, մեզի համար իդիգարտամ ավետարան Մատթեոսեն 6-րդ գլուխը 16-րդ մինչև 18-րդ համարները եկեք լսենք մեր Տերոջը խոսքը։ Հիսուս կսե երբ ծոմ կբահեք գեղեցավորներուն բես դրդմուտ երես մի լակ քանզի իրենց երեսները գավրեն որբեսի մարդոց երևնան թե ծոմ կբահեն ճշմարիտ կսեմ ցեզի անոնք իրենց վարձքը արած կլան բայց թուն երբ ծոմ կբահես գլուխդ օձե ու երեսդ տվա որբեսի մարդոց ծոմ բահողի բես չերևնաս հաբա քու խորդ որ քաղտուկ տեղը գտնվի քու հայրդ որ քաղտուկը գտեսնե քեզի հադուցում պիտի ենե դեր օրհնե իր սուրբ խոսքը ուրեմն մենք մեծ բակի ադեն կհիշենք Հիսուսին փորձառությունը անաբադին մեջ երբ սատանան եկավ եւ իրեն փորձեց երբ ինք 40 օր ծոմ կբահեր եւ կպատրաստվեր որ ինք կդարե Աստծո գործը այս աշխարհին վրա եւ այն արիցը սատանան արավ որ կա Հիսուսին վրա հարցակի եւ իրեն փորձե նորեն սատանան գուքա եւ գուզե խանգարել Աստծո ծրագիրը աշխարհին մեջ ինչպես ինք խապեց Աթամ եւ Եվային եւ իրենք մեղք կործեցին Աստծո թեմ հիմա նաեւ գուքա Հիսուսին թեմ եւ կփորձե իրեն բայց գիտենք որ Հիսուս կգայնի սատանային թեմ եւ սատանան չաչողեցավ բայց Հիսուս այդ փորձառութենեն անցավ եւ սատանային մերժեց եւ ասի կարեւորը ոչ միայն Հիսուսին համար բայց մեզի համարալ Եվ գիտենք, որ Հիսուս, որ 100% զասված է և 100% մարդ արարած է և ինք իրապես այս փորձառութենեն անցավ, բայց մեղք չի գործեց։ Ուրեմն մենք գիտենք, որ երբ մենք փորձառության թեմ ուկանք, կրնանք հաղթանակ ունենալ սատանային վրա։ Այս պատճառով է, որ Եբրայեցիս թուղթին մեջ 4 գլուխը 15-րդ համարը մեզ գսե Քանզի ոչ թե անբիսի քահանաբեդ ունենք, որ կարող չլա մեր տգարութեններուն գարեգիցը լա, հաբա ինք ամեն գերբով փորձը արած է մեզի նման, բայց առանց մեղքի։ Ուրեմն գիտենք, որ Հիսուս առանց մեղքով է եւ իրապես այս փորձառութենեն անցավ եւ հաղթանակ ունեցավ եւ մենք ալ գնանք այս տեսակ հաղթանակ ունենալ մեր հոգևոր կյանքին մեջ։ Ուրեմն ինչ է մեր նպատակը մեծ բակի ադեն։ Ինչու ծոմ կբահենք։ Կարելի շատեր միս չեն ուդեր եւ այս զոհը գնեն բակի ադեն կամ անուշեղեն չեն ուդեր կամ փամը գզոհեն Աստծո համար որբեսի պատրաստվին եւ իրենց հոգևոր կյանքը աճի ու զորանա այս ադենը ինչպես Հիսուս ալ այսպես անցավ բայց ինչ է հոգևոր իմաստը այսօր մեր համարի մեջ այսօր որ գարտացինք Հիսուս գխրադե մեզի որ երբ ծոմ բահենք կամ երբ զոհ ընենք Աստծո համար գեղեցավորներուն պես չլանք որ գուզեն թե ուրիշներ գիտնան թե իրենք զոհ ըրած են կամ ծոմ կբահեն Հիսուս գսե թե իրենք արդեն ստացան իրենց բարգևը բայց Հիսուս գսե որ երբ մենք ծոմ կբահենք երբ մենք զոհ ընենք որ մեկը չգիտնա որ զոհը ըրած ենք կամ ծոմ կբահենք քանի որ Աստված այդ քաղտնի բաները գտեսնե եւ Աստված այդ բարգևները քաղտնի գերբով մեզի ալ գուտա եւ կնվիրե ուրեմն ինչ որ զոհես ինչ որ դաս Աստծո այս մեծ բակի ադեն եթե ծոմ կբահես կամ փամը գզոհես Աստծո համար որբեսի պատրաստվիս ուրեմն եթե միս չես ուդեր կամ անուշեղեն չես ուդեր եւ գանոթենաս եւ միսը գուզես կամ այդ քաղցր փանը գուզես ուդել անի արիթմը գլա քեզի որ գնաս եւ քու ուշադրությունդ Աստծո վրա տնես որբեսի Աստծո առջև աղոթքով քաս ուրեմն երբ ծոմ կբահես երբ անոթի ես կամ երբ միս գուզես կամ այդ անուշ փանը գուզես անի արիթմը գլա որ գնաս եւ Աստծո թարնաս աղոթքով կամ իր սուրբ խոսքով եւ հիշես որ Աստծո
զորությունով պիտի գրնաս մերժել սատանային փորձերը, ոչ միայն այս մարմնային փորձերը, բայց նաև հոգևոր փորձերը, որ սատանան կհարցակի մեր վրա եւ միշտ մեզի կփորձե։ Ուրեմն ասի օրինակ մը գլա մեր կյանքին մեջ թե ինչպես կրնանք մերժել այդ բաները եւ իրավես կրնանք Աստծո հնազանդիլ, երբ իր խոսքին գթարնանք։ Այս պատճառով է, որ երբ սատանան Հիսուսին փորձեց ասելով, թե այս քարերը հաց դարձուր, քան որ գիտեր, որ Հիսուս անոթի էր եւ ձոմ գբահեր 40 օր, Հիսուսը ասավ, որ գրված է միայն հացով չէ, որ մարդը պիտի ապրի, հաբա ամեն խոսքով, որ գելե Աստծո հերանեն։ Ուրեմն մենք գաբրինք եւ գաջինք այս կյանքին մեջ եւ մեր հոգեվոր կյանքին մեջ ամեն խոսքերով, որ Աստծո հերանեն գելե։ Եվ գիտենք, որ ինչ որ գզոհենք, ինչ որ գմերժենք այս բակի ադեն, մեզի մեր զորությունը գուքա ոչ թե այս մարմնային բաներուն, բայց հոգևոր բաներուն եւ գնանք մեր ուշադրությունը Աստծո վրա տնել եւ հիշել, որ գրնանք մերժել սատանային հարձակումները եւ սատանային փորձերը, գնանք հաղթանակ ունենալ, ինչպես Հիսուս հաղթանակ ունեցավ եւ մերժեց սատանային փորձությունները։ Մենք ալ գնանք այս հոգևոր հաղթանակները ունենալ։ Տերը օրհնեցես։